Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Քիրք ծննդոց 50-րդ գլուխ։ Հովսեփ իր հոր երեսին վրա ինգավ, լացավ անոր վրա ու համբուրեց այն։ Հովսեփ իր բժիշկ ծառաներուն բադվիրեց, որ իր հայրը զմրսեն։ Բժիշկները զմրսեցին Իսրայելը եւ անոր 40 օրերը լրացան, որովհետեւ զմրսվածներուն օրերը այսպես կլրանային։ Եգիպտացիները անոր համար 70 օր լացին։ Երբ անոր լացի օրերը անցան, Հովսեփ փարավոնի դան խոսեցավ ըսելով. Եթե այժմ շնորհք կդացեր արջև, գաղերսեմ, խոսեցեք փարավոնի ագանչին եւ ասեք. Իմ հայրս ինձի երթումն էլ տվավ, ըսելով. ահա ես կմեռնիմ, իմ քերեզմանիս մեջ, որ ինձի համար Քանանի երկրի մեջ փորեցի, հոն թաղեզիս։ Ուստի հիմա գաղերսեմ, թող որ բարձրանամ իմ հայրս թաղելու ու վերադառնամ։ Փարավոնը ասավ. բարձրացիր եւ թաղե հայրդ, ինչպես անքեզի երթումն էլ տվավ։ Հովսեփ բարձրացավ իր հայրը թաղելու, ու փարավոնի բոլոր ծառաները, անոր դան երեցները եւ Եգիպտոսի երկրին բոլոր երեցները անոր հետ բարձրացան։ Նաեւ Հովսեփի ամբողջ դունը, անոր եղբայրներն ու հոր դունը, միայն իրենց մանուկները, ոչխարները եւ արջարները քեսեմի մեջ թողուցին։ Անոր հետ գարքեր ու ցիավորներ բարձրացան եւ շատ մեծ բանակ մի եղավ։ Հասան Ադաթի գալը, որ Հորտանանի մյուս կողմն է, հոն մեծ ու հույժ սաստիկ գոձովը հեծեցին եւ Հովսեփ իր հոր համար 7 օր սկաց։ Երբ այդ երկրի մեջ բնակող կանանացիները տեսան սուքը Ադաթի գալին մեջ, ըսին. ասիկա մեծ սուկ մլալու է եգիպտացիներուն համար։ Ադոր համար անոր անունը Ապել Միսրայիմ գոչեցին, որ Հորտանանի մյուս կողմն է։ Հակոբի որդիները ըրին անոր, ինչպես բադվիրեր էր։ Անոր որդիները զայն Քանանի երգիրը փոխադրեցին ու զայն թաղեցին Մամփրեի թիմաց եղող Մակպելայի արդին քարայրի մեջ, որ Աբրահամ իբր քերեզմանի գալված կնեց Կեդացի Եփրոնե արդին հետ։ Հովսեփ իր հայրը թաղելեն յետք Եգիպտոս վերադարձավ, ինք, իր եղբայրները եւ այն բոլորը, որ իրեն հետ բարձրացել էին իր հայրը թաղելու։ Հովսեփ գաբահովցնե իր եղբայրները։ Հովսեփի եղբայրները տեսնելով, թե իրենց հայրը մեռավ, իրենց մեջ ըսին. Թերևս Հովսեփ մեզ ադե ու մեզի հադուցանե այն ամբողջ ճարիքը, որ մենք իրեն ըրինք։ Ուստի Հովսեփի պատգամավոր ղրգեցին ասելով. Քու հայրդ մեռնելեն առաջ մեզի բադվիրեց։ Հովսեփի սա ասեք. այժմ գաղերսեմ քու եղբայրներուդ հանցանքը եւ անոնց մեղքը ներե, որովհետեւ քեզի ճարիք ըրին։ Ուստի այժմ գաղերսենք, ներե քու հորդ Աստուծույն ծառաներուն հանցանքը։ Հովսեփ լացավ, երբ անոնք խոսեցան իրեն։ Անոր եղբայրներն ալքացին, անոր արջև ինգան եւ ասին. ահա մենք քու ստրուկներդ ենք։ Հովսեփ անոնց ասավ. մի վախնակ, միթե ես Աստուծո դեղն եմ, թեպետ դուք ինձի թեմ ճարիք մտածեցիք, Աստված մտածեց զայն փարիքի վերածել, որբեսի շատ ժողովուրդ ողջ բահե, ինչպես այսօր եղավ։ Հիմա մի վախնակ, ես ցեզ ու ցեր մանուկները պիտի գերագրեմ։ Այսպես հանգստացուց զանոնք քաղցրությամբ խոսելով։ Հովսեփի մահը։ Հովսեփ Եգիպտոս բնակեցավ ինք եւ իր հոր դունը։ Հովսեփ 110 տարի ապրեցավ։ Հովսեփ Եփրեմի որդիները տեսավ մինչև երրորդ սերունդը։ Մանասեի որդին Մակիրի որդիներն ալ Հովսեփի ձունգերուն վրա ծնան։ Հովսեփ իր եղբայրներուն ասավ. ահա ես կմեռնիմ։ Աստված անշուշտ ցեզի պիտի այցելե ու ցեզ այս երկրեն պիտի բարձրացնե թեպի այն երկիրը, որ իր երթումով խոստացավ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի։ Ապա Հովսեփ Իսրայելի որդիներուն երթումն էլ տվավ ասելով. Աստված անշուշտ ցեզի պիտի այցելե, ուստի իմ ոսկորներս հանեցեք ասկե։ Հովսեփ մեռավ 110 տարեկան լալով։ Զմրսեցին զայն եւ դաբանիմը մեջ դրին Եգիպտոսի մեջ։ Փարքեզ
Դեր Աստված մեր, ամեն։ Ահավասիկ սիրելի աստղագիցներ, ավարտեցավ Ծննդոց գրքի ընթերցումը, գրգին անգամ գարտացեք, դեսեք թե Աստված ինչպես իր խոստումը սկսավ իրակորձել ընտրելով Աբրահամը եւ անոր սերունդը, որբեսի հավատարիմ սիրով Աստուծո խոսքերով դաստիարակվին, եւ պիտի տեսնենք հաջորդ գրքի մեջ, Ելից գրքի մեջ, թե ինչպես Աստված պիտի ուզե որ իր ժողովուրդը ապրի աստվածադուր կանոններով ու պատվիրաններով։ Ապրինք Աստուծո կանոններու մեջ, պատվիրաններու մեջ, որովհետև երբ մենք հավատարիմը լանք Աստուծո, Աստված միշտ պիտի օրհնե մեզ ու առաջնորդե։ Թող մեր ազգը հավատարիմ զավակ դառնա Աստուծո եւ առաջնորդվի Աստուծո օրենքներով եւ ոչ թե աշխարհիկ ու մարդկային օրենքներով։ Աստված թող օգնական եւ բահաբան ըլլա այն օրդությունը, որ Աստված տվավ իրեն հավատարիմ ծառաներուն, երկնային այդ օրդությունը արադանա մեր բոլորին վրա։ Աստված ցեզ արադաբես թողորտնե։ Ողջ մնացեք, առողջ մնացեք։